Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում է, այսօր նա Փարիզում մասնակցում է միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղը մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ։ Կարկանդակ, եգիպտացորեն, սուջուխ ուտելուց հետո Նիկոլ Փաշինյանը ախորժակով խնձոր է կերել, բայց արդեն Փարիզում։ Ես մեղավոր եմ, որ գագաթնաժողովում խնձորը առանց կտրելու եմ բերում։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի օրոք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Աբբաս Արաղչիի խոսքով Միացյալ Նահանգները խոստացել էր, որ չի հարձակվի, ասել, որ մեծ առաջընթաց է գրանցվել բանակցություններում, սակայն միևնույն է որոշեցին գրոհել։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները չունի պատերազմից դուրս գալու իրատեսական տարբերակ։ Այդ պատճառով պարզապես կուրորեն հարձակվում է։ Այսօր առավոտյան թիրախավորվել է Իրանի Բենդեր Աբբաս ավիաբազան։ Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ, կան տուժածներ և զոհ։ Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը, 46 նավ օվկիանոսի հատակին է, հայտարարել է Թրամփը։ Թուրքիան 6 միավոր F-16 կործանիչ է տեղակայել Կիպրոսի հյուսիսում, հայտնում են, որ ինքնաթիռները ուղարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով, և դա չի ազդի քաղաքացիական թռիչքների վրա։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան, այն ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, մոտ 600 կիլոգրամ թեյ, ինչպես նաև շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։ Հրապարակվել են Աբրահամ Լինքոլն ավիակրի տախտակամածից իրականացվող էպիկական կատաղություն գործողության կադրերը։ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։ Կլինեմ հակես շատ մանրամասներ այս նիստին դեռ չեմ բարձրացրայնի, բայց հայտարարությունս կայանում է նրանում, որ այս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ, ասեմ խի։ Այս ամենը կարել եմ վախից ելնելով ու չեմ ուզում, այսքան ամիսներ անցել է, չեմ ուզում նախ առաջին այդ մեղք տակ մտնեմ, այդ անսպի տակ մտնեմ, հետո էլ ինչ պետք է լինի, թող լինի, բայց ես մեղադրանքը չեմ ընդունում, մնացած մանրամասները մյուս դատական նիստերին արդեն կբարձրաձայնեմ, կասեմ թե ինչի, այսքան այսքանը չեմ ուզում մանրամասնում, չեմ ուզում բարձրաձայնել։ Մարտի 8-ին սպանությունը տեղի ունեցել Քանաքեռ Զեյթունում, կասկածյալը կալանավորվել է, տուժողը վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբաննել է ընկերոջ ԱՍ-ի հետ, դանակով 2 անգամ հարվածել է տուժողի մեջքին և որովայնին սպանելով նրան։ Իրավապահները դիմակավորված մտել են Արմավիրի բանտ և խուզարկություններ սկսել։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դրանք հերթական գործողություններ են։ Խուզարկություններն իրականացվել են երկրորդ մասնաշենքի մի քանի խցում։ Ինչպես են ապրում թոշակառուները մեր երկրում և արդյոք բարձրացված 10,000 դրամը բավարար է բարեկեցի կյանքով ապրելու համար։ Նյուզը-Էմն է այս հարցով դիմել քաղաքացիներին։ Պարոն Փաշինյան, ես չգիտեմ, դուք ոնց, դուք ճիշտ չեք արտահայտվում։
բոլորն է սոված թոշակառուներ են։ 10,000-ը որ տվել եք, էդի բավարար չի։ Դուք $10,000 չեք տվել, 10,000 դրամ։ Թոշակառունը ապրել է ուզում, հագուստա ուզում հագնի, ուզում է օգտվի, ոնց որ դուք եք ձեր բնական առօրյա հաճույքից օգտվում, մենք էլ ենք ուզում։ Չենք ուզում, թոշակառուները կրակը չեն ընկել, տալիքն եկել է, պարոն Փաշինյան, դուք էլ եք թոշակառու լինել։ Խիղճը լավ բան է։ Ես տղա ունեմ, աղջիկ ունեմ, հարց, փեսա, ինձ իրանք օգնում են։ Հնարավոր չի։ Ես թոշակառու եմ, բուժաշխատող եմ եւ թույլատալի աշխատեմ։ Ինքը ճիշտ է։ Հնարավոր չի։ Իմ տղան կողքիս է, օգնում են ամեն ինչով։ Փողը մշակում ենք, ցանում ենք, վաճառում ենք, փողով մեր գոյությունը պաշտպանում ենք։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ կատարած այցում իբր նախապես չպլանավորված դրվագ կար Գյումրիում շրջելիս նա հանկարծ հանդիպեց երիտասարդ երաժիշտների խմբի, որոնք ներկայացան Չամիչով Վուլկի անունով։ Վարչապետն առանց առարկելու անմիջապես համաձայնեց այցելել նրանց ստուդիա, ոչ միայն լսել նրանց կատարումը, այլև միացավ խմբին համատեղ կատարելով ՔՊ-ի հիմն դարձած «Ուր որ գնաս հետդ կգամ» երգը։ Ապա առաջարկեց, որ խումբը համագործակցի իր ղեկավարած Վարչաբենդի հետ եւ միասին ելույթ ունենան առաջիկայում։ Մենք հետաքրքրվեցինք, թե երբ եւ ինչպես է ստեղծվել Չամիչով Վուլկի խումբը։ Պարզվում է խմբի հիմնադիրը My Lead Time երիտասարդական ՀԿ-ի եւ Էթնոռիթմ ծրագրի հիմնադիր երաժիշտ Ժիրայր Մարտիրոսյանն է։ Էթնոռիթմ ծրագիրը ֆինանսավորվում է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Խումբը բավական նոր է, գոյություն ունի ընդամենը 8-ից 9 ամիս։ Բաղկացած է 4-5 երիտասարդ երաժիշտներից։ Հիմնականում հանդես է գալիս ռեստորաններում։ Նույն աղբյուրը գրում է. ըստ էության իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին, 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով այդ օրը Զատիկի հենց նախօրյակին ԿՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։ Մինչ այդ երկրորդ փուլով մարտի 27-ից 28-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջև դարձյալ քվեարկություն կընթանա ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար։ Հրապարակը նաև գրում է. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը դեռ դեկտեմբերին հայտարարեց նորուժ կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում, այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները։ Նաև քննարկվել են ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր։ Մեզ ասած կուսակցության մամուլի պատասխանատուն նշելով, որ առաջիկայում միջոցառում են նախատեսել, որի ժամանակ կներկայացնեն նախընտրական ծրագիրը։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, նոր ուժը միայնակ է մասնակցելու։ Հիշեցնենք, որ Մարությանը քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ին սեպտեմբերին Երևանի ավականու Իմ քայլը դաշինքի առաջին համարն էր եւ ընտրվեց քաղաքապետ։ Սակայն պատերազմից հետո հեռացավ ԿՊ-ից, իսկ 21-ի դեկտեմբերին ավականին նրան ամստահություն հայտնեց։ Նա նախկին թիմակիցներին մեղադրում էր հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ Ժողովուրդը գրում է. Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։ Օրաթերթը ուսումնասիրեց տարեկան զեկույցը, որը ցույց է տալիս մտահոգիչ միտում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների եւ խախտումների ընդհանուր թիվը աճել է։ Զեկույցի համաձայն 2025 թվականին արձանագրվել է 224 խախտում, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր 208։ Փաստաթղթում նշվում է նաեւ, որ տարվա ընթացքում ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումների մեծ մասը, ինչպես նաեւ դատական հայցերի շուրջ կեսը, ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Տարվա ընթացքում արձանագրվել է նաեւ լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքի, սպառնալիքների, վիրավորանքների եւ օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման 45 դեպք։ Դրանցից 33-ը տեղի են ունեցել պետական մարմինների կամ պաշտոնյաների մասնակցությամբ։ Զեկույցում Ժողովուրդ օրաթերթը արձանագրեց մի շարք պաշտոնատար անձանց անուններ, որոնք լրագրողների շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից կամ անպարկեշտ վերաբերմունք։ Նրանց թվում են Ալեն Սիմոնյան, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյան, Վիլեն Գաբրիելյան, Արսեն Թորոսյան, ինչպես նաև Տիգրան Ավինյան եւ Վարդան Ղուկասյան։ Ռազանում սառույցը տանիքից ընկել է կնոջ գլխին, ինչի հետևանքով նա մահացել է, քրեական գործ է հարուցվել։ Ռուսաստանից պարաատլետը Անտարկտիդայի սառցե ջրերում
900 մետր լողացել է առանց հիդրոկոստյումի։ Ջրի ջերմաստիճանը մոտ 2 աստիճան է եղել։ Փնտրվող անձին ձերբակալելիս ոստիկանը ժամանակ է գտել VR-ակնոցով խաղալու համար, ուշագրավ տեսանյութը Սանկտ Պետերբուրգի սրճարանից է։ Հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի աղբավայրում տեղի ունեցած հզոր սողանքը 7 մարդու կյանք է խլել։ Եվ եղանակ սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 6 գիշեր։ Հետևեք Անդրադարձին ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։